Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուրախ եմ կրկին ձեզ ողջունել Նորատապանի տաղավարում ժամանակների խաչմերուկում հաղորդաշարի այսօրվա թողարկման շրջանակներում։ Եվ այսօրվա մեր թողարկման համար պատիվ ունեմ ներկայացնելու մեր հյուրին Արտաշես Սարգսակ Աջապահյան։ Սարգսակ ջան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Եվ ուզում եմ մեզ դիտողներին ասել, որ Սարգսակի կողմից եղավ ճիշտ դիտարկում մեր հաղորդումը այսօրվա սկսել աղոթքով, ինչը ես ուղղակի չէի կարող չընդունել, խնդրեմ Սարգսակ ջան։ Շատ լավ, օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, բարին խորհել, խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ։ Չար մտքերից, խոսքերից եւ գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արածներին եւ մեզ բազմամեղածս։ Եվ հենց աղոթքի համատեքստում ուզում եմ սկսել մեր հաղորդումը Սարգսակ։ Մենք մինչև հաղորդումը զրուցել ենք, առիթ ենք ունեցել զրուցելու եւ ձեր բազմաթիվ մտքեր եք արտահայտել, որոնցից հիմա մեկով կուզեմ սկսենք հաղորդաշարը, հաղորդումը եւ հետեւյալն էր, որ դուք ասեցիք գալիս են իրավիճակներ, երբ պետք է լույսը անջատել խավարից, երբ այդ տարանջատումը ի վերջո պետք է անել, որտեւ եթե կեղծ հանդուրժողականության համատեքստում դրանք խառնում ենք, առաջանում է աղջամուղջ եւ պատկերները այլ կերպ են երևում, կեղծ է լինում, սուտ է լինում։ Ես իմ շատ հավանեցի այդ ձևակերպումը, որովհետև կարծում եմ մենք հիմա մեր իրականությունում հենց այդպիսի մի իրավիճակ է, երբ որ լույսը խավարի հետ այդպես միացած աղջամուղջ վիճակ է եւ շատ կեղծ արժեքներ փորձում են ներկայացվել դրականի համատեքստում, դրականը խեղվում, մանիպուլացվում է։ Այ օրինակ, հենց այս ասացի համատեքստում Սարգսակ շատ է խոսում նրա մասին, որ եկեղեցին որպես կառույց չպետք է մասնակցի քաղաքական գործերին։ Եվ այս ձևակերպումը արդեն այնքան տարածված է, որ մտել է մարդկանց, այդպես ասենք, հոգու նույնիսկ գլխի մեջ եւ ասում են, որ այո, ճիշտ է, եկեղեցին ինչ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ։ Եվ քաղաքականության մեջ փաթեթավորում են այսպես ազգային հոգևոր շատ խնդիրներ, հարցեր։ Ասենք դիցուք օրինակ կարելի է հայրենիքից 12500 քառակուսի կիլոմետր հանձնել քրիստոնեական սրբավայրեր, Ամարաս, Դադիվանք, Ղազանչեցոց եւ այդպես շատ, որոնք իդեպ ստեղծվել են հենց եկեղեցու կողմից, որոնց ստեղծման մեջ եկեղեցին առաջնակարգ դեր է ունեցել հայկականության նաեւ պահպանման համատեքստում, դրանք հանձնել, հայկական ինքնության հիմնասյուները այսպես տորպեդահարել, կացնահարել եւ երբ որ եկեղեցին կամ հոգեվորականը դրա մասին վերաբերմունք արտահայտի, իր կարծիքը արտահայտի եւ իր ժողովրդին, իր հոգեվոր իմաստով հոտին ճիշտ քարոզանի, ճիշտ ուղուն վերադառնալու քարոզանի, նրան մեղադրեն քաղաքականությամբ է զբաղվում, դա նրա գործը չէ, դա քո ինչ գործն է, մի խառնվիր եւ վերջում էլ օրինակ տարբեր հանցանքներ մեղսագրելով ձերբակալեն եւ իզոլացնեն։ Լավ, Սարգսակ, որտեղ է սկսվում ազգայինը, որտեղ է սկսվում հոգևորը, որտեղ է վերջանում, ինչ ասել եք քաղաքականությամբ չպետք։ Խնդրում եմ միացա այս հանգամանքը մեկնաբանեք։ Լույսը անջատենք խավարից այս առումով։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ Հայկ ջան նախարարների համար եւ հետո այս հաջելի միջավայրի եւ զրույցի համար։ Ասեմ հետեւյալը, շատ ժամանակներ պատմության ընթացքում է, ինչը դուք էլ կվագայեք որպես մասնագետ, շատ մոլորություններ ժամանակին գնահատվել են որպես ճշմարտություն եւ որպես ճշմարտություն են գործի տրվել, բացարձակ ճշմարտություն եւ այդ որոշ ժամանակ հետո, երբ որ արդեն հետ հայացք է
նետվել այդ չագերտավոր ճշմարտությունների վրա, երևացել է իրենց հրեշավոր իրականությունը, որ նույնը կարող ենք ասել եւ նացիզմի վերաբերյալ, եւ կոմունիզմի վերաբերյալ, եւ մնացած տարբեր երևույթների ու կաղապարախոսությունների, որոնց մեջ մարդկությունը խարխապել է, միշտ մարդկությունը փնտրում է ինչ-որ ճշմարտություններ Աստծուց դուրս, եւ միշտ այդ ընթացքը ճշմարտությունը փնտրելու առանց Աստծու վիժում է, եւ դրա շատ ցավալի ականատեսն ենք մենք, շատ ցավալի դեպքեր են տեղի ունենում այդ պատճառներով, եւ մարդկությունը տառապում է, սկսած կարանք ասենք Ադամից ու Եվայից, երբ որ առաջի անգամ մարդիկ որոշեցին առանց Աստծու իրենց կյանքը կազմակերպել, օծի, չէ, առաջարկով, եւ դրանից հետո մինչեւ այսօր մարդկությունը ցավոք սրտի դեպի Աստված դեռ իր ամբողջականության մեջ չի վերադառնում, իհարկե անհատները վերադառնում են, օրինակ են ցույց տալիս, շատ սրբեր ունենք, շատ ակնհայտ օրինակներ ունենք, որոնք որ ակնհայտ են, սակայն իր ամբողջականության մեջ մարդկությունը դեռևս խարխապում է տարբեր խաբեությունների ու խաբկանքների մեջ։ Այս համատեքստում այս խաբեություններից մեկն էլ այսօր ես գնահատում եմ այսօրվա այս չագերտավոր ասած քաղաքականություն կոչվածը, որն որ իմ կարծիքով, իմ անհատական կարծիքով, ինչ որ կեղծ կատեգորիա է նետված դաշտ, որը ծածկում է իրականում եւ թաքցնում է մարդկանցից այն ճշմարտությունը, որ այստեղ ոչ թե քաղաքական ինչ որ հարցեր են, այլ ազգի պահպանման, ազգի կենսագործունեության ապահովման, ազգային նկարագրի պահպանման եւ ազգային իղձերի ու նպատակների կատարման վերաբերյալ է իրականում մեր իշխանությունը եւ մեր կյանքը, ամեն ինչ դրա մասին է, տեղ քաղաքականությունը որն է, եթե եկեղեցին ինչու պիտի չզբաղվի օրինակ քաղաքականությամբ, ես համաձայն եմ, բայց այդ քաղաքականություն հասկանում եք չկա, այդ իմ կարծիքով ինքը կեղծ հասկացություն է, որը նետվել է հասարակության ընդանուր մտահորիզոնի մեջ եւ ինքը իր տերը հիմնականում եկեղեցին, այս մեր պարագայում կոնկրետ, եկեղեցին անջատել հասարակությունից, պետական կյանքից, ինչն որ շատ անընդունելի է, մի ազգության մեջ, որտեղ եկեղեցին հսկայական դեր է տարել կայացման եւ գաղափարական եւ մշակութային բոլոր ոլորտներում եկեղեցին է մեր ազգը կրտել եւ առաջ տարել եւ այսօր մի հատ վանտակ են դնում մեր պետության վրա, ասելով որ սա քաղաքականություն է եւ եկեղեցուն մոտիկ չեն թողնում այդ վանտակին, ասելով որ դուք սրան վերաբերվելու իրավունք չունեք։ Սա անընդունելի է եւ երկրորդ կուզեմ ավելացնել նաեւ են, որ եկեղեցին եւ հոգեվորականները նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են լիիրավ եւ ցանկացած հոգեվորական է, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունի քաղաքական, այսպես չագերտավոր ասած քաղաքական իրավիճակների մասին կարծիքներ հայտնել, իր երկրի մասին կարծիքներ հայտնել, իր երկրի ընդրաձգության մասին կարծիք հայտնել, իշխանությունների հետ համաձայնվել կամ չհամաձայնվել եւ ով է կարող մեզանից այդ իրավունքը խլել եւ այդ իրավունքը խլելու դեպքում արդեն հակասահմանադրական քայլ կլինի, որովհետեւ սահմանադրությամբ ապահովված է, չէ՞, քաղաքացու մասնակցությունը երկրի կառավարման հարցերին, եթե պիտի մեզ խոչընդոտեն, այդ դեպքում ելույթ է մնում ժողովրդավարությունը, թե մենք ժողովուրդ չենք։ Տեսեք սրբա ազգանունը ձերից
բոլորության մեջ գցեց։ Սարգսակ ջան, տեսեք, խոսքը ավելի շատ ոչ թե ավելի շատ անհատական գործիչների մասին է հոգևոր, այլ եկեղեցուն որպես կառույց։ Այ տեսեք հիմա նախընտրական արդեն այդպես կարող ենք ասենք քարոշություն է գնում, ծրագրեր են ներկայացվում եւ գործող վարչախումբը ներկայացրել է մի նախագիր, մի ծրագիր, որտեղ հստակ վերաբերմունք է ցույց տալիս նաև եկեղեցուն որպես կառույց, հա, եւ ասում է թե ինչ քայլեր է ձեռնարկելու իր ընտրվելու, հա, ճակատավոր այդ պարագայում ընդդեմ եկեղեցու։ Իսկ թե ինչ քայլեր է ձեռնարկելու, ինքը եւ ասում է եւ արդեն ակնհայտ է նրա գործած քայլերից ընդդեմ եկեղեցու, ընդդեմ եկեղեցու շատ նշանավոր հոգևոր հայրերի, չգիտեմ, կաթողիկոսի նաև, այսինքն հետ մարդիկ ասում են, որ մենք ընտրվեցինք, եկանք իշխանության, եկեղեցուն հեռացնելու ենք, եկեղեցու հետ առանձնահատուկ իրավիճակից, կարգավիճակից զրկելու ենք, բնականաբար կապված վեհապարի հետ իրենց քայլերն անելու են, եւ եկեղեցուն ըստ էության դնելու են մի իրավիճակի մեջ, որ եկեղեցին դառնա զուտ այդպես որպես փորձել են հայկականությանից դուրս թողնել։ Հայկական իրականության, հայկական ինքնության կառավարումից, հայկականությանը վերաբերել հարցերից կարծիք արտահայտելուց։ Եվ բնականաբար հիմա մեզ լսողները բոլոր ցանկացած յուրաքանչյուր հայորդի պետք է դա հասկանա, հաշվի առնի, որ այս վարչակարգի ընտրվելու պարագայում եկեղեցու նկատմամբ իրականացվել են այդ քայլերը եւ ավելին անգամ իշխող վարչակարգի պարագլուխը հայտարարել է, որ մեզ ընտրողները դա իմացել են եւ այդ քայլն էլ տվել են։ Հիմա հենց խոսքը սրա մասին է, որ եկեղեցին որպես կառույց, ազգային կառույց, արդյոք իրավունք չունի ոչ միայն կարծիք արտահայտելու, այլ նաեւ մասնակցելու, ներգրավելու հայկականությանը վերաբերել հարցերի քննարկմանը։ Ասենք օրինակ ես հակառակ կողմից եմ ուզում գալ, Սարգսակ, օրինակ հայությունը ոնց կընդունի, այն կամ ոնց է ընդունում այն հոգևոր գործիչներին, ովքեր որևէ վերաբերմունք չեն արտահայտում հայության ցեղասպանությանը, հայկական հողերի հայաթափմանը, հայրենազրկմանը, երբ որ հայ հոգևորականը հոգևոր մարդ այս ամեն ինչի վերաբերյալ որևէ կարծիք եւ դիրքորոշում չարտահայտի, հայությունը ոնց է ընդունում սա։ Հակառակ կողմից ենք գալիս, որտեղ օրինակ ինձ համար դա խիստ կլինի տարօրինակ եւ անհասկանալի։ Եվ այս պարագայում դժգոհում ենք, իսկ մյուս պարագայում էլ ասում ենք շպիտի զբաղվի քաղաքականությամբ, բայց չէ որ այստեղ ձեր ձևակերպման հետ մասնակի թույլ տալով համաձայնելով ասեմ, որ Նաև քաղաքականությունը որպես կատեգորիա կա, քաղաքականությունը որպես պետության կառավարման, այսպես գիտաճյուղ, հա, պետության կառավարման, հանրային կառավարման զբաղվող գիտաճյուղ հաստատվել է, որը զբաղվում է այդ էթնոսի, այդ ազգի, տեսակի պահպանման, զարգացման գործով, հարցով։ Իսկ եկեղեցին արդյոք այդտեղ հենց նույնիսկ օրենսդրական, սահմանադրական իրավունք չունի, ոչ թե անհատ գործիչ, այլ եկեղեցին որպես հայկական կառույց իրավունք չունի մասնակցելու դրա, նույնիսկ ունենալու այդտեղ ձայն, հա, որոշիչ ձայն, շատ հարցերում, շատ բնագավառներում։ Մենք օրինակ ես եւ իմ ընկերներ օրինակ մենք պատկերացնում ենք ապագա հայկական ազգային պետության տեսլականը հենց ազգայինի եւ հոգեվորի համադրման մեջ։ Եվ մենք աշխարհում հիմա որ նայում ենք եւ պատմության մեջ եւ հիմա միայն այս ներդաշնակ համադրության մեջ է որ էթնոսները, ազգերը կարողանում են հաջողել հակառակ պարագայում առանց հոգևորի մասնակցության այնտեղ ինչ է մնում տակը մարմին դադարք անհոգի մարմին որ անվանում ենք դիակ վերջ այսինքն մենք գնում ենք դեպի դիակի այո երբ որ հոգին լքում է մարմինը մարմինը վերածվում է դիակի մահը հենց մահ ինչ է նշանակում մարմին առանց հոգու, չէ՞։ Մահ։ Հիմա ինչ վերաբերում է ձեր հարցին, ինչպես կընդունի ազգը կամ մարդիկ, եթե եկեղեցին լռի, այսօր հասարակական պահերին, երբ տեսնում է, որ ցեղասպանություն է կատարվում, նախապատրաստվում է մեկ այլ ցեղասպանություն ընդանուր արդեն Հայաստանում։ Ինձ շատ չի հուզում, թե ինչ կմտածի հանրությունը ինձ ավելի շատ որպես հոգևորական հուզում է
Աստծո վերաբերմունքը, դիրքորոշումը եւ բնականաբար Աստված չի ընդունի հոգեվորականի լռությունը օրհասական պահերին, երբ որ թուրը կախված է ազգի գլխին եւ հոգեվորականը լռել չի կարող եւ եթե լռի Աստծուն հաճելի չի լինի։ Դա ասում է Սուրբ Գիրքը ասում է, որ Տերը ասում է հոգեվորականների վերաբերյալ, որ ձեզ նշանակում են պահակներ իմ հոդի վրա։ Եթե դուք տեսնեք, որ թուրը մոտենում է իմ հոդին եւ չզգուշացնեք, թեպետ եւ իրենք իրենց մեղքերի համար են վախճանվելու այդ թրից, դուք եք մեղավոր լինելու եւ ձեզանից է այժմը պահանջելու այդ մարդկանց։ Իսկ եթե դուք զգուշացնեք իրենց գալիք փորձությունների եւ վտանգների մասին, որպես հավատարիմ պահակներ, հոգեվոր նախ եւ առաջ պահակներ, դուք անմասն կմնաք նրանց այրունից։ Սա մեզ Աստծուց տրված պատգամ է եւ բնականաբար չկա այս երգիժ մոլորակի եւ ընդանուր տիեզերքում ինչ որ մի ուժ, որից որ մենք վախենանք եւ Աստծո պատգամը չկատարենք, մտածելով, որ վայ կարող է ինչ որ մի խնդիր առաջանալ մեր անձի համար։ Մանավանդ, երբ որ մենք հավատում ենք, որ մենք ունենք անմահ հոգի, եւ եթե մեր մարմինը այսպես թե այնպես մահանալու է, մեր հոգին անմահ է եւ բնականաբար մենք պետք է ընտրենք նախ եւ առաջ մեր հոգու համար կացարան, մշտական եւ հետո նոր մտածենք մարմնի մասին, որտեղ մարմինը այսպես թե այնպես ասում եմ հողին ենք հանձնելու ինչ որ մի ժամանակ հետո։ Այս մենք պետք է նախ եւ առաջ ես կուզենայի, որ ժողովուրդը մտածի ավելի հոգեվոր աչքերով եւ ավելի շատ մտածի այս կամ այն բանը, որ ես անում եմ կամ չեմ անում, հաճելի է Աստծուն, թե հաճելի չէ։ Մարդկությանը շատ բաներ կարող են հաճելի թվալ, շատ մոլորություններ, ինչ որ մի փոքրիկ ժամանակ դրանց մեջ տառապի եւ հետո հետ հայացքով տեսնի, որ չէ, դա ամենը սխալ էր, բայց մշտական ճշմարտությունը, հարատև, անխապան ճշմարտությունը միայն Աստծու մոտ է։ Մենք եթե որպես ազգ առաջնորդվենք նախ եւ առաջ Աստծո կամքով եւ նախ եւ առաջ մեր արարքները քննենք Աստծուն հաճելի լինելու տեսակետից, այդ դեպքում մենք միանշանակ կհզորանանք։ Մենք շատ սխալներ մեզ թույլ չենք տա, որոնք որ թուլացնում են մեր պետությունը եւ մեր պետականությունը եւ վերջի վերջո կկազմակերպվի նաեւ մեր մարմնական կյանքը հոգեվորի հետ զուգահեռ, որովհետեւ մարդկությունը որպես քրիստոնյա մենք հավատում ենք, որ մարդկությունը կենտանությունից, կենտանիներից տարբերվում են իրենց հոգեվոր արժեքներով, իրենց հոգեվոր էությամբ։ Հետևաբար, երբ մենք զրկում ենք հոգեվորին մեր կյանքի մեջ մասնակցությունից, մենք նմանվելու ենք կենտանիների։ Ինչով ենք տարբերվում մենք կենտանիներից, եթե մենք հաշվի չենք առնելու մեր պատմությունը, հաշվի չենք առնելու մեր հոգեվոր ժառանգությունը, մեր հոգեվոր իրողությունները, չենք ունենալու հավատք, երբ որ մենք դուրս ենք հանում կրոնական այս երևույթները, քրիստոնեական ավելի շուտ կասեմ, քան թե կրոնական, զուտ հենց քրիստոնեական երևույթները մեր կյանքից, հավատքը, սերը, խոնարհությունը, արժեքները քրիստոնեական, թող ինչ որ մեկը ինձ կա եւ ցույց տա ու ապացուցի, թե էլ տակը ինչ է մնացել մեզ կենտանիներից տարբերելու համար։ Ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը կարողանա դա անել, որովհետև այսօր մեր մշակույթի ամբողջ հենքը կրոնական է։ Եթե մենք կրոնը դուրս հանենք,
մեր մշակույթից ինչ կմնա։ Հոգևորը դուրս անենք ավելի։ Եթե մեր քրիստոնեությունը, մեր հոգևորը դուրս անենք մշակույթից, նույնիսկ այլ կրոնների դեպքում մշակույթը միշտ սնվում է կրոնից։ Հոգևորություն։ Նույնիսկ այլ կրոնների դեպքում էլ այդպես է, ինքը հոգևոր երևույթ է։ Այսինքն հոգևորը երբ որ հանում ես, տագը ոչ մի բան չի մնում։ Տագը մնում է զուտ կենտանական, մարմնային եւ իմ խորին համոզմամբ այս ամեն ինչը, եթե ինչ որ ուժեր կան, որոնք որ խարախուսում են եկեղեցու անջատումը պետություններից, մարդկանց հոգևորից հեռացումը, զուտ հենց այն շահադիդական նպատակով եմ անում, որովհետեւ մարդկությանը դարձնեն ավելի մարմնական, ավելի կենտանական եւ բնականաբար կենտանու վրա իշխելը շատ ավելի հեշտ է, իրենց կամքը թելադրելը շատ ավելի հեշտ է։ Եվ իրականում կառավարման միջոց է եկեղեցուն թույլ չտալով մասնակցել պետական խնդիրներին, ազգային խնդիրներին, այո, դա միջոց է, որպեսզի մեր ազգային խնդիրները իջեցնեն կենտանական մակարդակի։ Այսինքն այսօր երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ խնդիրներ են առաջադրվում, որպես կարևորագույն խնդիրներ, որ ծառայացել են մեր ազգի առաջ, հիմնականում նյութական խնդիրներն են։ Այդ դուք ինձանից առաջ անցաք, Սարգսակ ջան, այս հարցին էլ անդրադառնանք եւ մի փոքր դադարի գնանք, հետո գանք խոսենք շատ մի հատ ավելի առանցքային կամ մի նոր առանցքային խնդրից, խաղաղություն, պատերազմ, կեղծ այս թեզի մասին։ Բայց ձեր ասացի համատեքստում եթե թույլ կտաք, երբ հարցադրում ես, որովհետեւ ոնց որ ուզում էի հարցնել, դուք արդեն պատասխանում եք այդ հարցին, հարցս հնչեցնեմ նոր, հարցս հետեւյալն է, հենց ձեր ասացին համատեքստում, որ դուք կուզենաք, որ մարդիկ, այս դեպքում նաև առաջին հերթին հայությունը սնվի ունենա ավելի շատ հոգևորի պահանջմունք, հոգևորի մեջ միանշանակ ազգայինը կարևորագույն բաղադրիչն է, եւ այս պարագայում, երբ որ մենք գնում ենք, չգիտեմ, ինչ-որ ճակատով էլի քաղաքական գործընթացի ընտրություն անունով, երբ որ նայում ենք հիմնական առաջարկին, եւ բոլոր կողմերից, չգիտեմ, իշխանություն, ընդդիմություն, տեսնում ենք, որ հիմնական առաջարկը հենց այդ նյութականի մեջ է։ Մեկը ասում է թոշակի այսքան կբարձրացնեմ, մեկն ասում է ես այսքան կբարձրացնեմ, ես չգիտեմ, այսքան աշխատատեղ կստեղծեմ, ելի այսքան աշխատատեղ կստեղծեմ, ուզում ես փնտրել եւ այդ ամեն ինչի մեջ գտնել ուր է ազգային, ուր է հոգեվորը, ուր է հայկականության այդ ինքնութենական բաղադրիչները եւ հասկանում ես, որ ուզում ես մանգալ եւ չկա։ Սա խնդիր չէ արդյոք, հենց արդյոք հոգևորի եկեղեցու բացակայությունը չէ հենց այդ ոլորտում, որ հասցրել ենք սրան։ Քրիստոս ասում է նախ փնտրեք երկնքի առկայությունը եւ մնացած ամեն ինչը ձեզ կտրվի ավելիով։ Ցավոք սրտի մենք փնտրում ենք մնացած ամեն ինչը եւ մնացած ամեն ինչը մեզ ընդհանրապես չի տրվում։ Սա մենք հագարակ ենք գնում Աստծո խոսքին եւ դիեզերքը այդպես է ստեղծված, որ երբ որ հագարակ ես գնում ստեղծողի խոսքին, դու կորցնում ես։ Մենք կորցնում ենք մեր պետությունը, մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր հողերը, մեր զավակների կյանքերը եւ կորցնում ենք ոչ թե նրա համար, որ չգիտեմ, ինչ-որ նյութի պակասի պատճառով, այսպես ասեմ, այլ կորցնում ենք այն պատճառով, որ մենք Աստծո խոսքին հակառակ ենք ապրում։ Մենք չենք փնտրում երկնքի առկայությունը, երկնքի առկայությունը ասվածը սկսվում է երկրի վրայից, Քրիստոս է ասում։ Այդ չի նշանակում դրախտի մասին մտածենք եւ մոռանանք այս կյանքը, չէ։ Քրիստոս ասում է երկնքի առկայությունը սկսվում է ձեզանից, ձեր սրտերից։ Մենք մեր սրտերում չենք փնտրում երկնքի առկայությունը։ Մենք փնտրում ենք մեր շահը, որն իրականում մեր մահն է, պարզապես գեղեցիկ փաթեթավորված շահի տեսքով։ Չկա շահ, իրական շահ Աստծուց դուրս։ Մեր շահը Աստված է, մեր շահը
տիեզերքի արարիչն է, որ մեզ արարել է եւ մեզ տվել է կանոնը այս տիեզերքում հզոր, լիարժեք եւ լիակադար կյանք ունենալու։ Սերը, խաղաղությունը, համերաշխությունը ներքին։ Այսօր ամեն ինչ խաթարված է։ Այսօր սերը բացարձակապես արդեն կարելի ասել, որ թիրախավորված է եւ ամեն կերպ փորձում են մարդկանց մեջ տարանջադումներ մտցնելով, տարբեր խմբերի բաժանելով, իրար դեմ հանել եւ այն ադելության, այն անհանդուրժողականության մթնոլորտը, որ այսօր է տիրում մեր երկրում, շատ մտահոգիչ է եւ բնական է, Աստծուն հաճելի չէ։ Մենք մի օրինակ կարող եմ բերել, երբ զավակները կռվում են, չէ, տան մեջ հայրը ոչ մեկի կողմը չի կարող անցնել, այսինքն մեկի կողմն անցնի, մյուսին կներեսնի, մյուսի կողմն անցնի, մյուսին կներեսնի, այսինքն Աստված դրա համար դրել է իր օրենքները, ցույց է տվել իր կամքը, իր ճանապարհը, մենք դուրս ենք գալիս այդ ճանապարհից, մեկս մյուսիս վնասում ենք, մեկս մյուսիս հանդեպ չարիք ենք գործում, այդ չարիքից ավելի ենք չարանում եւ այսպես շարունակ եւ հետո փնտրում ենք ինչ որ լուծումներ այլ տեղ, քան Աստծո կամքն է։ Այսինքն լուծումը մեր փնտրած ցավոք սրտի ոչ թե արմատական լուծումներ են, այլ այն լուծումն է, որ երեխաները պատկերացեք իրար հետ կռիվ են անում մի խաղալիքի համար եւ այդ լուծումը տեսնում են այդ խաղալիքն ունենալու մեջ։ Այսինքն այսօր ես եմ ուժեղ, կքաշեմ ինձ կվերցնեմ, վաղը ինքը կքաշի իրեն կվերցնի։ Եվ այս կռիվը իրականում կյանքը մանրակերներ ունի, որոնք որ մեզ ցույց են տալիս իրականությունը հասկանալու համար։ Ոչ մի բանով չի տարբերվում։ Այսօր մարդկությունը իր զարգացվածության աստիճանով բացարձակապես ավելի զարգացած չէ, քան մանկահասակ երեխաների այդ քաշքշուկները, կռիվները, որոնք որ ականատես ենք լինում, մեզ թվում է, թե մենք մեծացել ենք, մենք արդեն պետություններ ենք ղեկավարում, քաղաքականությամբ ենք զբաղվում, բայց խորքի մեջ մեզ այդ արարքները եւ մեր կյանքը դեռ մնացել է շատ փոքր, շատ ցածր մագարտակի վրա։ Քրիստոս այս մագարտակից է մեզ կոչ անում դուրս գալ, հասունացման կոչ է անում։ Հիմա հոգևորականը ազգին հասունացման տանելու միջոցով ազգային խնդիրները լուծելուն է կոչված։ Եթե ուրիշ տարբերակ լուծելու չկա, այսինքն մարդիկ հիմնականում գնում են այն մարդկանց հետևից, ովքեր որ ասում են, հա, իմ հետևից ես նրա ձեռից կխլեմ, քեզ կդամ։ Ինչպես որ արեցին այս ներկայի իշխանությունները իրենց քարոզարշավներում նախկին, երբ ասում էին քյաբաբար քյաբաբ հետ ենք բերելու, կամ չգիտեմ, հարուստների ձեռքից առնելու ենք, ժողովրդին ենք բաժանելու, բայց տեսանք ինչ արին թե չարին։ Այդ թող ժողովուրդը ինքը գնահատականը տա, թե ինչքանով են իրենց խոստումները կատարել, չնայած ես ասում եմ, որ այդ խոստումները իրականում մանգամիտ են եւ բացարձակապես մագերեսային, բայց ամեն դեպքում նույնիսկ այդ մանգամիտ եւ մագերեսային մանիպուլացնող խոստումները չի կատարվել, ինչի համար միգուցե եւ կարամ ասեմ որոշ կդրվածքով ուրախ եմ, որովհետև այդ կառաջացներ իրականում ավելի լուրջ խնդիրներ մեր երկրում, բայց շատ բաներ էլ, որոնք որ խոստացվան եւ չարվեցին, պիտի ժողովուրդը հստակ տեսնի, պատկերացնի եւ սուդը ճշմարտությունից կարողանա բաժանել եւ չգնալ սուդի հետևից, որովհետեւ սուդը ինքը հատկություն ունի ամեն հաջորդ քայլով ավելի քաղցանալու, ինքը աստիճանաբար ավելի է քաղցանում, ավելի շատ բաներ է խոսք տալիս, ավելի երանելի կյանք է խոստանալու եւ այդպես տանելու է մինչեւ մահվան դուռ։ Եկեղեցին կոչ է անում նախ եւ առաջ
հոգևոր իրականությունը փոխելով, մեր հոգևոր ընթացքը փոխելով, մեր կյանքը փոխել անհատական եւ այդ կյանքը փոխելով արդեն հանրությունը կառողջանա։ Հանրությունը այլևս չի տրվի այն մանիպուլյացիաներին, այն խղճուկ ողորմելի մանիպուլյացիաներին, որոնց որ այսօր է տրվում։ Երբ որ ինքը հոգևոր արժեքները գնահատի, իրեն չեն կարող ինչ-որ փայփլուն բաներով խաբել, բայց եթե փայփլուն բաներով խաբում են, նշանակում է այս հանրությունը խնդիր ունի, ու այդ խնդիրը նաև մեր ոլորտի, հոգևոր ոլորտի մեջ է, եւ երբ որ մենք որպես հոգևորական փորձում ենք կրտել ժողովրդին, փորձում ենք բարձրացնել հոգևոր գիտակցության մագարտակը, մեզ խոչընդոտում են մարդիկ, որոնք որ ներկայացնում են պետական իշխանություն, հակառակ այդ պետական շահերի, որը իրենք ներկայացնում են։ Այսինքն, այստեղ կարանք արդեն անդրադառնանք հաջորդ հարցին։ Ինչն էր պատճառը, որ բանագից հանվեց հոգևոր ծառայությունը։ Եթե իրենք հոգևոր մարդիկ են, այսպես ասած, գնում են պատարակների են մասնակցում, չգիտեմ ինչի այս տարվանից նոր սկսան պատարակների գալ, երևի մոռացել էին, որ քրիստոնյա են, միամիտ հիշեցին էլի։ Մինչև այս վերջերս, մինչև այդ կեղծ բարեփոխման իրականությունը, իրենք բացարձակապես պատարակներում չէիք տեսնի։ Իսկ շատերը նույնիսկ խոսում էին կրոնի դեմ, քրիստոնեության դեմ, Քրիստոսի դեմ, զանազան հերետիկոսական արտահայտություններ էին ունենում, որոնք որ ֆիքսված են համացանցում, եւ պատահաբար տեսնում ես հիմա այդ մարդիկ պատարակին կանգնած կախ գլուխներով, կարծես ու գիտեք պատարակը տոն է, Քրիստոսի հարության խորհուրդն ունի։ Այս մարդիկ այնքան չգիտեն պատարակն ինչ է, որ գնում են, երբ որ կադրեր եմ տեսնում, ինձ թվում է ինչ որ մեկի թաղմանն են գնացը, գլուխները կախ, տխուր, ինձ թվում է պատարակին այդպես են գնում կանգնում, էլի, որ լուրջ մարդու դիմակներ հակած գնում են, չգիտեմ, երևում է իրենց նույնիսկ կայնած դիրքերից արդեն երևում է իրենց հոգևոր հասունության, հոգևոր գիտակցության մագարտակը, բացարձակապես ամոթալի է, շատ բաներ չգիտեն ընդհանրապես, չեն էլ ուզում իմանալ, եւ իրենք իրենց դեմ են դուրս հանել Աստծուն, բնականաբար չեն կարող հաղթել, դա անհնար է, Աստծուն հաղթել անհնար է։ Սարգսակ ջան, մենք դուրս գանք կարճատև դադարի, որից հետո արդեն կվերադառնանք եւ եւս մեկ հարց կքննարկենք, արդեն նշեցի նորից լույսի եւ խավարի տարանջատման այս համատեքստում պատերազմ, որով մեզ անընդհատ վախեցնում ահաբեկում են եւ ի վերջո խաղաղություն, թե դրա տակ քարկված այլ բան։ Գովազդից հետո կշարունակենք։ Շատ լավ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան հեսա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եվ այսպես Արկաբակ ջան, ինչպես գովազդից առաջ արդեն ասել էինք, հիմա կզրուցենք այդ խաղաղության եւ պատերազմի թեզերի մասին, որոնք կարևոր են այսօր հասկանալու համար, եւ ընդհանրապես կարևոր են հասկանալու եւ հայությանը հոգեվոր առումով ճիշտ, այսպես մեսիջներ ուղարկելու առումով։ Տեսեք, եւ իշխող վարչախումբը, եւ այստեղ նորից, ոնց որ եւ նյութական խոստումների առումով էր վարչախումբը մենակ չէր, մնացած բոլորն էլ նյութականով են ուզում շահագրգռել հայությանը, հիմա էլ այստեղ պատերազմով են ուզում սարսափեցնել հայությանը, Խոսույթը հետեւյալն է, եթե չգիտեմ, ինչ չընտրեք, մեզ չընտրեք, խաղաղություն չի լինելու, պատերազմ է լինելու։ Այն մյուս կողմից ասում են, չէ, սուտ են ասում, եթե մեզ ընտրեք, էլի խաղաղություն է լինելու։ Այսինքն բոլորը խոսում են ինչ-որ խաղաղության մասին, թուրքերի հետ խաղաղության մասին, եւ բոլորի մոտ այն թեզն է գնում, մեկի մոտ ուղակի, մյուսի մոտ անուղակի, որ եթե հանկարծ պատերազմ լինի, ապա դա լինելու է հայության համար աղետաբեր, մենք կոտորվելու ենք, ցեղասպանվելու ենք եւ այլն։ Այսինքն որևէ մեկը չի ասում, լավ, իսկ ով ասեց, որ հնարավոր պատերազմի դեպքում պարտադիր հայությունը պետք է այդ պատերազմում պարտվի։ Այսինքն ինչ է նշանակում է էլեկտ տանելու մեզի կազմակերպված պարտության, այդպես բոլորով հանդերձ մեզ տանեք կազմակերպված պարտության։ Եվ այդ կազմակերպված պարտությունից վախացնելով մեզ խոստանում են ինչ-որ խաղաղություն, որը արդյոք խաղաղություն է, թե տակը շատ ավելի սարսափելի է իրականությունը։ Եվ ինչպես դուք ձեր նախորդ խոսքում ասացիք, որպես հոգևորական, ում Աստված պատգամել է, որ այդ թրի մոտենալուց զգուշացնի, խնդրեմ այս առումով ձեր մեկնաբանությունը, մեկնությունը։
Եկեղեցին ի տարբերություն իրենց շատ ավելի հեռուն է նայում եւ եկեղեցու խնդիրը ոչ թե մարմինների փրկությունն է, այլ հոգիների փրկությունն է, որը հավիտենական խնդիր է։ Այսինքն մարդու հոգին հավիտենական է ապրելու եւ նաեւ Քրիստոսի երկրորդ կալուստից հետո եւ հարություն առնենք մարմնով եւ հոգով ենք հավիտյան ապրելու։ Մենք միայն հոգով չէ որ ապրելու ենք։ Շատերը չգիտեն, որ Քրիստոս հարություն է տալու մարդկությանը եւ մարմնով եւ հոգով են կամ դատապարվելու կամ մտնելու Աստծո առկայություն։ Ուրեմն մեր խնդիրը Աստծո առկայությունն է նախ եւ առաջ, դրա համար մենք չենք կարող մարդկանց ինչ որ փոքրիկ ժամանակավոր սդերով կորզել իրենց բարի վերաբերմունքը։ Մենք ավելի հեռու խնդիր ունենք լուծելու եւ չենք կարող մարդկանց սդել կամ խաբել կամ առաջարկել ինչ-որ կեղծ արժեքներ, որպեսզի մեր շահերը, այսպես ասած, չագերտավոր բավարարվեն։ Շատերը նաև հարցնում են այս կոնտեքստում կարող եմ ասել, ինչի եկեղեցին չի գնում աղանդավորների նման տարբեր տեղեր, դռները թագի մտնի, այս նույնպես, այդ նույն պատճառով է, որովհետև մեզ հոգու տարածն է պետք, ոչ թե մարմնի։ Մենք չենք կարող օգնություն բաժանելով մարդկանց ինչ-որ նյութական կարիքները հոգալով իրենց գրավել, որովհետև իրենց հոգին չի գրավում այդ միջոցով։ Գրավում է իրենց մարմինը, բայց ոչ հոգին։ Հոգին անհնար է գրավել նյութական բարիքներով, հոգին գրավում է Աստծո խոսքով։ Աստծո ճշմարիտ խոսքի քարոզությամբ է, որ հոգին շահում ենք։ Մենք չենք կարող հոգին շահել բրինձ կամ ձետ բաժանելով։ Այս մի քիչ դուրս եկանք, բայց կարծում եմ օգտակար կլինի ժողովրդի համար։ Հաջորդը խաղաղության մասին որ խոսվում է, իսկ ով է ասել, որ մյուս կողմը, ում հետ որ մենք խաղաղություն ենք ուզում է խաղաղություն։ Սա ամենակարևոր հարցն է, որի պատասխանն որ բացասական է։ Մյուս կողմը ուզում է խաղաղություն, թե չի ուզում, եւ դա մենակ խոսքերով պետք չէ գնահատել։ Պետք է ուսումնասիրել իրենց վարքը։ Մի պետություն, որտեղ որ հայն կազմահարածը դեռևս հերոս է, հերոսի կոչում են տալիս։ Մի պետություն, որտեղ որ ընդունում են օրենքներ, ըստ որոնց հանցագործություն գործող որևիցե ադրբեջանցի, եթե պարզվում է, որ ինքը իր կյանքի ընթացքում ունեցել է, այսպես չագերտավոր ասած, առաքինություն, որ հայ է սպանել, ուրեմն ինքը ազատվում է բանդից։ Կապ չունի, գողություն է արել, ինչ ցանկացած որևէ հանցանք, այսինքն հայ սպանելու հանգամանքը համարվում է ոչ միայն մեղմացուցիչ հանգամանք արդեն իր գործած հանցանքի վրա, այլ նույնիսկ արտարացնող։ Հիմա դուք այս կոնտեքստում այս ամեն ինչը հաշվի առնելով ոնց կարող է մարդ, բանական մարդը պատկերացնել խաղաղություն այս պետության, այս համակարգի հետ։ Ժողովուրդները միշտ կարող են խաղաղ ապրել։ Ժողովուրդների մեջ չէ հարցը, ազգերի մեջ չէ հարցը, այլ հարցը կառավարման կառույցների մեջ է, պետության ղեկավարների, պետական կառույցների մեջ է, այսինքն իրենց քաղաքականությունը որն է, ցավոք սրտի իրենք են ղեկավարում երկիրը եւ իրենց է ենթարկվում ուժային կառույցները, ոստիկանությունը, մնացած բոլոր ռեսուրսները, ցավալի է, բայց այդպես է եւ այդ մարդիկ անհանդուրժող են հայ իրականության, հայ կոչված մարդու հանդեպ եւ ուզում են ոչնչացնել հայկական մշակույթն ու հայկականությունը ընդհանրապես այս տարածաշրջանից։ Դուք ո՞նց եք պատկերացնում իրենց հետ խաղաղություն։ Իհարկե չի լինելու խաղաղություն։ Չկա, հիմա է չկա խաղաղություն։ Հիմա կա ընդամենը պատերազմի նախապատրաստություն, որի մեջ որ մեր թշնամիները նախապատրաստվում են, իսկ մենք ոչ։ Սա է իրական մտահոգությունը։ Սա պիտի լինի մեր ազգի համար մտահոգություն, որ մեր թշնամիները պատրաստվում են եւս մի պատերազմի, իսկ մենք չգիտեմ ինչով ենք զբաղված, ավելի շուտ մեր ուշադրությունը շեղում են գալիք պատերազմներից, այո,
եւ մեզ խապելով ուզում են այն տրոյագանցի ու պատմության նման խաղաղություն, հիմա այս մեր պարագայում խաղաղության աղավնի են ուղարկել տրոյագանցի ու փոխարեն, որի մեջ որ թշնամու զորքն է տեղակայված։ Հիմա այդ խաղաղության աղավնին կընդունենք, կկործանվենք։ Այն Տրոյայի պատմության մեջ էլ չէ, ինչ որ մեկը այնտեղ ասում էր, որ մի կընդունեք, չի կարելի սա սխալ է, բայց չլսեցին։ Հիմա մենք որպես եկեղեցի ասում ենք, մենք էլ ենք խաղաղության կողմնակից, բայց իրական, ոչ թե կեղծ։ Իրական խաղաղության, որը եւ դրսից եւ ներսից է խաղաղություն, ոչ թե միայն դրսից։ Իրենք հակառակը։ Մենք խաղաղության քարոզիչ ենք։ Քրիստոս խաղաղություն է քարոզում, բայց այդ խաղաղությունը հաստատելու համար շատ հաճախ նաեւ պետք է զենք, պետք է ուժ, պետք է կարողություն եւ պետք է հոգեվոր ուժ նախ եւ առաջ։ Ճապոնական ասացվածքը ասում է. «Թուրը այնքան է ուժեղ, որքան այն բռնող ձեռքը»։ Իսկ ձեռքը այնքան է ուժեղ, որքան այն առաջնորդող հոգին։ Դրա համար պատերազմի մեջ ամենակարևոր բանը հոգու ուժն է։ Իսկ եթե ազգը զրկված է իր հոգեվոր ուժից, իր հոգեվոր իրականությունից, եկեղեցուց, հավատքից, բնականաբար ինքը թույլ է լինելու։ Եվ վերջը ազգերը առաջնորդվում են իրենց ազգային նպատակներով։ Այսօր մենք պիտի նայենք մեր ազգին, մեր ցանկացած քաղաքացու, մեր ժողովրդին, ինչքանով է մեր ազգային նպատակները արդացոլվում մեր արարքների ու գործերի ու մեր կյանքի մեջ։ Ինչ ենք մենք ուզում, ինչի համար ենք ապրում։ Այսօր այս հարցի պատասխանը չկա։ Այսօր մարդիկ տարված են նյութական զանազան խնդիրներով, մոռացած ազգային խնդիրները, ամենակարևոր հոգևոր արժեքները, եւ ուզում եմ մի քիչ ավելի նյութականացնել, որովհետեւ անհասկանալի չլինի այս խոսքերս։ Մարդիկ պիտի ունենան նպատակներ, որոնց որ իրենք գնում են։ Եթե մարդը չունի նպատակ, ինքը խարխապելու է այս կողմ են կողմ տարբեր տեղեր, եւ եթե չունի նպատակ, արդեն միջոցներն էլ են անիմաստ դառնում։ Այսինքն մեր հիմնական խնդիրը այնտեղ է, որ մենք միջոցները եւ նպատակը իրարից չենք տարանջատում, եւ շատ հաճախ մեր այս նորօրյա նոր անկախացման շրջանում միջոցները խառնեցինք նպատակների հետ, շփոթեցինք, մենք վերաբերվանք միջոցներին որպես նպատակի։ Միջոցները ձեռք բերեցինք եւ քանի որ միջոցը ձեռք բերելուց հետո նպատակ չունենք, արդեն ինչ անենք։ Օրինակ կարող եմ մի լավ օրինակ բերել, որ մենք ցտում ենք անկախության, չէ՞։ Անկախությունը մեր համար նպատակ էր։ Հասանք անկախության եւ վերջ։ Բայց այդ անկախությունը մեզ ինչի համար էր պետք։ Նպատակը չէր ձևավորվել, նպատակը չէր առաջադրվել։ Անկախությունը մեզ ինչի համար է պետք։ Դրա համար, երբ որ հասանք անկախության, վերջացավ մեր գործը, գնացինք խորոված քյաբաբ ուտելու, շնորհավորելու մեկս մյուսից ու մնացած 30 տարին արդեն փոխանակ մենք գնանք մեր նպատակին, որն որ չունեցանք, զբաղված էինք տոնելով, մեծ խոսալով, որ մենք տեսակ անկախություն ձեռք բերինք, մենք հզորացանք, մենք Արցախը հետ բերենք։ Այս բարդությունների պատճառը ես տեսնում եմ նպատակի բացակայության մեջ։ Մենք քրիստոնյա երկիր ենք։ Մեր երկրում բնակչության գրեթե 98%-ը կարծեմ ընդունում է, որ ինքը քրիստոնյա է։ Մեր պատմության ընթացքում ապացուցված է, որ մենք քրիստոնյա երկիր ենք, մենք կոդորվել ենք քրիստոնեության համար, չէ՞։ Պայքարել ենք քրիստոնեության համար, այո։ Բնականաբար պիտի լինի քրիստոնեությունը մեր նպատակը։ Այսինքն, ես կարող եմ հիմա այս տաղավարից ձևակերպել մեր ազգային նպատակը, որի շուրջ որ մենք կարող ենք համախմբվել եւ հզորանալ։ Լինել քրիստոնեական պետություն, իրական քրիստոնյա պետություն, դառնալ քրիստոնեական գերտերություն եւ աշխարհը փորձել դարձնել մի փոքր ավելի արտար, մի փոքր ավելի լավ, մի փոքր ավելի քրիստոնյա։
Սա շատ մեծ նպատակ է, դառնալ գերտերություն, Միգուցե դա աշխարհը փոխել, հա, բայց պիտի մենք շատ հստակ պատկերացնենք, որ եթե նպատակը փոքր լինի, նա մեզ չի կարող առաջնորդել, նպատակը պիտի անհասանելի լինի ու դեպի հավիտենականություն պիտի ուղղված լինի, որովհետեւ մենք մեր հարատև ընթացքը ապահովի դեպի այդ նպատակը։ Այսօր մենք ապրում ենք ինչի համար։ Այսօր մեր ժողովուրդը օրինակ ընտանիքներ են կազմում, ինչի համար են ընտանիք կազմում։ Նպատակ ունին, իրենք խորքային հոգևոր նպատակ կա։ Շատ դեպքերում չկա եւ սա է պատճառը նաեւ, որ բաժանություններն էլ են շատացել, որովհետեւ մարդիկ ամուսնանալուց օրինակ նայում են մեկը մյուսին, ոչ թե ընդանուր մի ուղղությամբ են նայում, թե ուր են գնալու եւ ինչ են ուզում անել, այլ նայում են մեկը մյուսին եւ վերջը մեկը մյուսից հոգնելու են եւ բաժանվելու են։ Այսինքն նպատակը ամեն ինչ դարձնում է ավելի դինամիկ, ավելի զարգացող եւ ավելի կայուն։ Նամանավանդ, եթե այդ նպատակը աստվածային է, ի վերուստ մեզ տրված է, հայ առաքելություն։ հա, առաքելություն է, առաքելություն բառը մենք Աստծո կողմից տրված գործունեության նպատակը հենց դա առաքելությունն է, այսինքն մեզ տրված է առաքելություն, մենք եղել ենք, ընդունել ենք առաջինը քրիստոնեությունը, նաև այս կոնտեքստում բնականաբար առաջինն է պիտի լինենք, որ ճշմարտապես գործադրի քրիստոնեությունը, եւ ճշմարտապես գործադրելով մենք կարող ենք դառնալ հզոր պետություն, մենք կարող ենք մեր ազգային խնդիրները շատ ավելի լավ լուծել եւ ավելի իրական եւ ավելի շոշափելի խաղաղության հասնել։ Իսկ այն խաղաղությունը, որը այսօր առաջարկվում է մեզ, դա պարզապես նոր ցեղասպանության տանող մի բան է։ Օրինակ, եթե դիմացի պետությունը պլան չունի խաղաղություն կնկելու քեզ հետ եւ ինքը ճնշում է, ինքը փոխել է տալիս քո սահմանադրությունը, ինքը պարտադրում է, որ թուրքերը պետք է կան, հա, ապրեն Հայաստանում, հետո վաղը ասելու է, որ թուրքերը որպեսզի կան ապրեն Հայաստանում, պիտի թուրքական բանակը իրենց անվտանգությունը թուրքական դպրոց պիտի լինի, մսկիթ լինի, էս լինի, այն լինի, բայց բոլորը պիտի լինի։ Հա, այսինքն ինչպես կարելի է պատկերացնել խաղաղություն, երբ որ դիմացինը պահանջներ է ներկայացնում ու մեր կողմից այդ պահանջները հերթով բավարարվում են։ Այդ պահանջները երբեք պետք չէ մտածել, որ ինչ որ միտեղ վերջ է ունենալու, հա, եկան 300,000 ադրբեջանցիներ մեր ցեդաբրան, մեր սահմանադրությունը փոխեցինք եւ վերջ բրձավ խաղաղ ապրանք։ Այդ նույն ձեր մտածում են Արցախը տանկ բրցնենք, այդպես են, չէ՞, Արցախը տանկ ապրանք։ Տվին հիմա եկավ 300,000-ի հարցը։ Այդ 300,000-ը կգան բնականաբար, այստեղ շատ կարևոր է ձեր նախորդ խոսքի համատեքստում, որն է իրենց նպատակը, որտեղ դրանք գործիքներն են, միջոցներն են։ Իսկ որն է իրենց նպատակը, եթե ոչ հայկականության եւ հայի որպես տեսակի ոչնչացումը։ Այո, ցավոք սրտի ես այդ մտահոգությունը լիարժեք կիսում եմ եւ տեսնում եմ, որ իրենց նպատակը հայկականության վերածումն է։ Հայը որպես տեսակ միգուցե եւ պահպանվի, չնայած ես վստահ եմ, որ չի պահպանվի, բայց նախ եւ առաջ հայությունը պարբվելու է, դադարվելու է հայկականությունից, այսինքն այստեղ դարձնելու են թուրքերը պետական լեզու, թե որ արդեն 300,000 եկան բնակվան, երկու պետական լեզու կունենանք, հետո արդեն կսկսվի դիսկրիմինացիաներ հայոց լեզվի հանդեպ, ճնշումներ, հասկանում եք, այսինքն այս ամեն ինչը պատմության ժամանակ, պատմության մեջ ենքան է եղել, որ մի քիչ բանից տեղյակ մարդը շատ հստակ տեսնում է, թե որ ուղղությամբ են գնում, ինչի է բերելու, եւ այստեղ խոսել խաղաղությունից, սա պարզապես խաբեություն է։ Հետո նայեք մի բան էլ ասեմ, եթե եկան, ենթադրենք, բնակվան մեր հետ, ում են բերելու բնակեցնելու Հայաստան, ինտելիգենցիայի ներկայացուցիչներին, թե հանցագործներին, տարբեր բանդերից,
բաց են թողնելու, մի հատ գումար են տալու, ասելու են գնացեք Հայաստան ապրեք, մենք այդ ձեր անվտանգությունը ապահովում ենք։ Այնպես արեք, որ հայերը Հայաստանից փախնեն։ Իմ կարծիքով երկրորդ տարբերակն է լինելու։ Այսինքն, եթե նույնիսկ ես ուզում եմ, որ ժողովուրդը մի բան շատ հստակ հասկանա, որ եթե նույնիսկ ինքը ընդունի մահմեդականություն եւ դառնա թուրք, իրենց վերաբերվում են որպես երկրորդ սորտի թուրք եւ վաղը մեզ կլանելով Թուրքիան չի դառնալու խաղաղ պետություն։ Մենք ինչ որ հանգստացնող հապ չենք, որ Թուրքիան մեզ կուլ տա եւ հանգստանա, այլ պատերազմ չանի։ Ինքը մեզ կուլ տալուց հետո արդեն պատերազմելու է, բնականաբար իր մեծ թուրանը ստեղծելուց հետո շատ հնարավոր է, որ պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ։ Այդ ժամանակ ում է տանելու պատերազմը առաջիկից։ Հենց այս նույն խաղաղության կողմնակից ժողովրդի զավակներին։ Ու եթե մենք մեր ազգի համար կռվելով շանս ունենք, որ կարող ենք մենք մեր զենքը ծերը արտար պատերազմով հաղթել, այս տարբերակում, երբ որ Թուրքիան արդեն մեզ տանի պատերազմի, այստեղ արդեն իրենք տանելու են մեզ ընդամենը ականապատված դաշտերը մեր մարմիններով, մեր զոհերի գներով ազատելու համար, մեզ ոչնչացնելու կներես, օրինակ նաև հայտնի է մեզ ցեղասպանության ժամանակ, երբ որ եկան հայտաղաներին պատմությունից հայտնի փաստ է, հավաքեցին եւ տարան բանակ իբր, որտեղ իրենց փոսը փորել տվեցին եւ բոլորին սպանեցին, լցին փոսը։ Այս պարզ պատմությունները չիմացող մարդիկ բնական է հավատալու են, որ Թուրքիայի հետ խաղաղություն է լինելու, բայց դա բացառված է։ Դա բացառված է, որովհետեւ մեր եւ իրենց մեջ չի կարող խաղաղություն լինել այն պայմաններով, ինչ որ հիմա գոյություն ունեն։ Միգուցե եթե Թուրքիայում իշխանություն փոխվի, ինչ որ մարդիկ կան, ինչ որ նախ եւ առաջ առաջի խաղաղության գրավականը եւ վստահությունը մտցնողը կլինի այն, երբ որ իրենք ընդունեն իրենց արած ցեղասպանությունը եւ պատրաստակամությունը հայտնեն փոխհատուցելու իրենց տված վնասների եւ իրենց տված չարիքի համար։ Եթե սա ընդունեն, այդ ժամանակ նոր եւ տարածքային փոխհատուցում, մարդկային զոհերի փոխհատուցում չեն կարող տալ եւ ֆինանսական փոխհատուցում եւ գույքերի փոխհատուցում, այսինքն եթե սա անեն, ես կասեմ ետերից, որ իրոք Թուրքիան գնում է խաղաղության։ Բայց եթե իրենք պահանջ են տնում ցեղասպանությունը մոռանալու, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է իրենց շահի համար, իրենց գործած հանցանքը կոծկում են եւ այդ բանի ընդունակ մարդը բնականաբար հաջորդի վեր հենց ի շահը թելազի նորից նույնը անելու է։ Այսինքն իրենք մնացել են նույն հանցագործը։ Եվ իմ համար շատ տխուր է, որ մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք խափնվում են այս խաղաղության կես թեզով եւ կարող են ինչ որ ներգայիս իշխանությանը քվետալ զուտ այն բանի համար, որ իբր թե խաղաղություն։ Եվ մյուս բոլոր նրանց, ովքեր այդ խաղաղությունը քարոզում են տարբեր փաթեթավորներով։ Սարգսակ ջան, այդ ինչ որ դուք նկարագրեցիք, նորից հայոց պատմությունը շատ ակնհայտ ցույց է տալիս։ 200-300 տարվա իրադարձություններ են, հա։ Ռուսները թուրքերի հետ են կռվել, չգիտեմ, ռուսները պարսիկների հետ են կռվել, բայց անդրադառնանք ռուս-թուրքական այդ պատերազմների վերջի շրջանում, ուրեմն հայերը եւ թուրքերի կողմից են կռվել, եւ կռվել են նաեւ ռուսների կողմից։ Կռվել են խաղաղություն ձգտող այդպես ասած, ովքեր որ մտածել են մտնեն թուրքերի տիրապետության տակ խաղաղ կապրեն, հանգիստ կապրեն։ Մյուսը մտածել է ռուսի տիրապետության տակ լինի ավելի արխային կլինի, Արցախից փախցնում են իրենց ворթիներին, հիմա այդ նույն ворթիները կռվում են եւ զոհվում են Ուկրաինայում։ Իվերջո սրանք իրար հետ կռվել են, հայերը առաջի շարքում զոհվել են, հետո գնացել են Սիրուն, չգիտեմ, Բերլին են նստել, չգիտեմ, ուրիշ տեղ են նստել, իրար հետ պայմանավորվել են, էլի Հայաստանը բաժանել են ու գնացել են իրենց նորից գործերը ու նորից այդպես անընդհատ այս անիվը պծծվում է։ Հիմա ըստ էության նույն անընդհատ կրկնվում ենք, էլի անընդհատ դասեր չենք խաղում եւ միշտ չի որ պատմությունը կարանների, մի անգամ կարալ չների ու ավարտվեց վերջնականապես։ Մեր ժամանակը մոտեցավ ավարտին, Սարգսակ ջան, ես կարծում եմ լիահույս եմ, որ մեր այս տեսակ խոսակցությունները, զրույցները
կլինեն շարունակական եւ այն խնդիրը, որ դուք սահմանեցիք, ինչ որ ձևով նպաստելու, որ խավարը լույսից անջատվի, որ մարդիկ իրենցով հասկանան այս ամեն ինչը ըմբռնեն, հենց այդ համատեքստում մենք ձեր հետ մեր հարցազրույցները, հաղորդումները կունենան Շատ լավ։ մեծ օգուտ։ Պատրաստ եմ իհարկե, մի բան էլ ուզում եմ ավելացնել, շատ է պետք մեր ժողովրդին, ազգին։ Ինչու ենք մենք այսքան սարսափում պատերազմից։ Մեզ այդ պատերազմի սարսափը թելադրվել է։ Մեր հանդեպ իրականացվել է տերորիստական ակտ, որ ինֆորմացիոն ահաբեկչություն է տեղի ունեցել մեր ազգի հանդեպ, երբ որ պատերազմի ժամանակ ամեն երեկո հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կարտացվում էին անուն ազգանունները, զոհվածների նկարները եւ ծննդյան թվերը։ Ամեն օր 100 հոգու անուն ազգանուն կարտում էին եւ այդպիսի բան ես վստահ եմ որևիցե մի երգիչ չի անի, եթե ինքը ուզում է պատերազմը հաղթել։ Այս հատուկ արվեց, որպեսզի ազգի ոգին կոդրվի, կազմակերպված այո, սա ես մտահոգություն ունեմ եւ իրավունք ունեմ մտահոգություն ունենալու, որ այս պատերազմը կազմակերպված պարտություններ, այդ պարտությունը դիդավորյալ ներկայացվեց զոհերին, ներկայացվեցին դիդավորյալ, որպեսզի մարդկանց գցեն շատ ծանր հոգեգան վիճակի մեջ, եւ հիմա այդ հոգեգան վիճակից օգտվելով նորից վախեցնում են պատերազմով։ Ես ուզում եմ մի բան հստակ պատկերացնենք, որ առանց ՔՊ-ի, առանց ներկայիս իշխանության վարչակազմի եւ նմանների, որոնք որ միգուցե աստված չանի կան նորից, ես շատ չեմ տարանջադում բոլորին, ամեն դեպքում իրենք են, որ այս չարիքը բերին մեր կողքին, առանց իրենց պատերազմը չի լինելու այնպեսին, ինչպեսին որ եղավ։ Այո։ Եվ այդ սարսափը, որ պատերազմի հանդեպ կապված է իրենց հետ եւ իրենց գործունեության հետ, որն որ բերեց աղետալի հետևանքների։ Մենք պիտի սա հասկանանք եւ տեսնում ենք մեր աչքի օրինակը, հենց Իրանի դեպքերը, որ Իրանը լինելով շատ ավելի փոքր երկիր, չէ, Միացյալ Նահանգների հետ ռեսուրսային համեմատություն չենք կարող տանել, բայց կարող ենք նայել, թե ինչպես ինքը իր հոգևոր արժեքներով առաջնորդվելով, ինչպիսի դիմադրություն ցույց տվեց։ Մենք մեր պատերազմը երբեք չենք պարտվի, ոչ մի դեպքում, եթե մենք ունենանք հոգևոր ազգային իշխանություն, որն որ ունենար մեր ազգային ընդանուր գաղափարախոսության, մեր կրոնի, մեր հոգևոր արժեքների այս նպատակները, մեր հոգևոր արժեքները, նպատակները, որոնք որ կարող է լինել այդ հոգևոր արժեքների։ Իրանք կարող է չէին մեր ոչ մի արժեքի եւ իրենց համար մեր ազգային ոչ մի արժեք, ոչ մի գին չունի։ Շնորհակալ եմ շատ, Սարգսակ, հուսով եմ եւ վստահ եմ, ասացի, դեռ կհանդիպենք, Աստված օրհնի, կհանդիպենք։ Շատ լավ, հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։